Արարչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հումանիտար օգնություն ցուցաբերած մյուս երկրներին։ Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ից 5-ը Երևանում։ Իրանը վախենում է խոստովանել, որ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ, Թրամփ։ Զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանկսիրին։ Թուրքիայի ափերի մոտ հարվածի է ենթարկվել թուրքական Ալտուրա նավթատար լցանավը։ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել, վնասվել են բնակելի շենքեր, կան զոհեր և վիրավորներ։ Միացյալ Նահանգները Ուկրաինայի անվտանգության երաշխիքների դիմաց պահանջում է, որ Կիևը հրաժարվի Դոնբասից, Զելենսկի։ Մեծ Բրիտանիայի վարչապետը թույլատրել է երկրի տարածքային ջրերում կալանել Ռուսաստանի ստվերային նավատորմի նավերը։ Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը բարեկամության ու համագործակցության պայմանագիր են ստորագրել։